կապի։ Հաջորդը քյաբաբների մասին եք խոսում, պարոն Կարապետյան, ես այդ ձայնագրությունը հիշում եմ։ Այդ ձայնագրությունը հետևյալի մասին է, մեկը զանգում է ձեր կուսակցության ներկայացուցիչին, ասում է, բա փողերն ինչ եղավ, փողերը երբ ես տալու։ Նա ասում է, բաց կապով ես ինչեր ես ասում։ Նա ասում է, լավ, փող չեմ ասի, կասեմ քյաբաբ չես բերելու, բա։ Հիմա դուք փորձում եք մեզ համոզեք, որ այդ խոսակցությունը ամբողջությամբ աներ, փեսա, հարգարժան, պատվարժան, ես աներ չունեմ, ճիշտ է, հարցնացություն ունեմ, բայց դեռ ամուսնացած չեմ, աներ չունեմ, բայց չեմ պատկերացնում այն կոնտեքստը, որում պետքա փողին քյաբաբ ասելու խնդիր լուծել։ Այսինքն պարոն Վարդևանյանի իրաց արտահայտությունը կոնտեքստից կտրված է։ Սիրելի մեզ դիտող քաղաքացիներ, խնդրում եմ պատկերացնել, ցած մտավարժանք անենք, էլի ինչ որ մի կոնտեքստ, որ դուք ձեր բարեկամի հետ խոսելուց թեկուզ փողին քյաբաբ ասելու ինչ որ տենց խիստ անհրաժեշտություն տեսնեք, կամ փողի մասին ձեր աներոջ հետ փողի մասին խոսելուց ինչ որ փակ կապի անհրաժեշտություն տեսնեք։ Դե միակ դեպքի այդ որ զոքաչը պետքա չիմանա դրա մասին, բայց դա էլ չեմ կարծում, որ այդ դեպքն է։ Եվ այնուամենայնիվ, հարգելի ընկերներ, այդ ամբողջ ձայնագրությունները, որ լսում ես, իսկ հիմա այդ ամբողջ ձայնագրությունների մասով, եթե ինչ-որ մի հատ սերիալ նկարահանվի, այդ սերիալի անունը պետքա լինի «Խես բաց կապով զանգել»։ Բաց կապով սենց բաներ մի խոսա։ Այդ պետք է լինի այդ սերիալի անունը։ Անկեղծորեն եմ ձեզ, ու ամենահետաքրքիրն է նա, սիրելի ընկերներ, որ անկեղծորեն իմ կարծիքով դուք ձեր կուսակցության շարքերի վերապատրաստման խնդիր ունեք։ Որտեվ ուղիղ 4 ամիս այդ մարդիկ այդ զապիսներում ասում էին բաց կապով տենց բաներ մի խոսա ու ձերոնք մեկա շարունակում էին։ Մեկա շարունակում էին, ասենք այդ ինչ, ես անկեղծորեն բան եմ ասում, էլի, եթե ինչ որ մի կուսակցության շարքերի կարգապահությունը այդ մակարդակի վրա է, այդ կուսակցությունը չի կարելի վստահել երկրի իշխանությունը, հարգելի գործընկերներ։ Անկեղծ բան եմ ասում, եթե ձեր շարքերի կարգապահական վիճակը այդ է, դա շատ վատ է, դա ցավալիորեն վատ է։ Հաջորդը Հա, էլ չեմ խոսում այն մասին, որ ինչ վիրավորանքներ էին ընդեղ հնչում պատերազմի վետերանների հասցեին։ Կատարյալ խայտառակություններ ուղղակի։ Այն չեմ խոսում այն մասին, որ ասում էր ոչխարի պես առաջը սարած տանում եմ ցույցի։ Խայտառակություն է, ժողովուրդ ջան։ Ձեր ցույցին եկող մարդն է։ Նույնիսկ փողի դիմաց է ենթադրենք, ձեր ցույցին է գալի։ Փողի դիմաց, բայց ձեր ցույցին է գալի։ Գալիս է ձեզ լսի, հասկանում եք, այդ մարդու մասին, երբ որ ասում են ոչխարի պես առաջ սարած տանում եմ, ախր այն մնացածն դա լսում են, չէ՞։ Այդ ցույցին ինձ թվում է կային մի քանի հոգի մարդ, որ օրինակ առած փողի են գնացել։ Այդ մարդիկ իրանք վիրավորված են զգում, չեն ուզում գնան այդտեղ։ Կանդասի մասին ինչեր էին ասում ձեր շտաբում։ Մարդասպանության մեջ մեղադրեցին ձեր շտաբի ներկայացուցիչները, եթե չեմ սխալվում, ճիշտ ասին, որ Տիկին Հովսեփյանն է հերոս սարքել, թե չէ նա ինչ հերոս, ձերոնց ասածներն եմ ասում միայն։